Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք առաջ Աչակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Նարեկ Մանթաշյանին։ Բարև ձեզ, պարոն Մանթաշյան, շնորհակալ եմ հարցազրույցի իրավերը ընդունելու համար։ Պարոն Մանթաշյան, թերևս ամենակննարկվող նորությունն այս պահին այն է, որ հայտարարվեց, որ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Որքանով է սա օգուտ ընդդիմադիր դաշտին ըստ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանություններին որևէ ընդդիմադիր ուժ այս պահին իզորու չէ միայնակ հաղթել։ Եվ այս տրամաբանության մեջ բնականաբար ցանկացած ուժեղ միավորի ստեղծումը ինքնին օգուտ է եւ ընդդիմության ջրաղացին, այսպես լրացուցիչ ջուր հաղորդելու կամ լրացուցիչ թափ հաղորդելու միտում է։ Եվ այս տրամաբանության մեջ եւս ցանկանում եմ նշել, որ այո, Սամվել Կարապետյանը Ողական մեծ հանրային աջակցություն վայելող քաղաքական եւ բարերար գործիչ է, հայ գործիչ է, որի վարչապետի թեկնածու հայտարարումը բնականաբար ընդդիմության համար օգուտ է, ընդհանուր դաշտի առողջության համար օգուտ է։ Այս պատկերը, որը ունենք այսօր, այն ուժերը ընդդիմադիր, ըստ ձեզ որքանով է հավանական իշխանափոխությունը։ Տեսեք, իշխանափոխությունը ինքնին ոչ միայն հնարավոր, այլ այս պահին արդեն կենսական, օրհասական նշանակություն ունեցող խնդիր է եւ բնականաբար ոչ միայն հնարավոր է, այլ ես հունիսի 8-ին այս իշխանություններով Հայաստան ուղղակի չեմ պատկերացնում եւ հետեւաբար սա միայն խոսքերով եւ ինչքանով է հնարավոր, եթե հնարավոր չի, ուրեմն եկեք չգնանք այդ ճանապարհով, խնդիրը այսպեսին չէ եւ մենք ուղղակի այլընտրանք չունենք, մենք ուղղակի այլևս այս իշխանություններին ունենալու դիմադրողականություն չունենք։ Մենք այդ ռեսուրսը այլևս չունենք, որովհետև մեր եղած բոլոր հնարավոր իմունիտետային, այսպես ինքնապահպանման բոլոր հնարավոր լծակները այս իշխանությունները արդեն իսկ վաճառել կամ նվիրել կամ զոհաբերել են հանուն աթոռի եւ հետեւաբար նրանց երրորդ անգամ իշխանություն վերցնելը պետք է ամեն գնով կանխվի եւ ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի։ Այ իրենց թևից լսում ենք բավականին այսպես ինքնավստահ ելույթներ, որ իրենք 100% նորից վերընտրվելու են եւ այդ ամենի ֆոնին տեսնում ենք նաեւ ակտիվ բռնաճնշումներ, ինչը տեղի ունեցավ 3 Էջմիածնում Սևակ Խաչատրյանի աջակիցների նկատմամբ։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Առաջին հարցի դեր առաջին մասը թույլ տվեք սա քարոզչական, այսպես մեթոդոլոգիա անվանել, որովհետև ցանկացած իշխանություն բնականաբար պետք է ցույց տա այդ ուժը, որ մենք ունենք այդ հնարավորությունը 100% մենք շարունակելու ենք մնալ իշխանություն եւ այլն։ Այստեղ ուղղակի մեկ այսպես կարևոր արձանագրում է պետք անել, որ բարոյականություն ունեցող մարդը ինքնին լինելով այս իշխանության վերնախավ չպետք է ցանկանալ այլևս այս ժողովրդի հաշվին ունենալ այդ աթոռը։ Բայց քանի որ մենք տեսել ենք այս մարդկանց համար աթոռը թանկ է ամեն ինչից, հետեւաբար արձագանքել նրանց ինքնավստահությանը չեմ ցանկանում։ Ինչ վերաբերում է բռնաճնշումներին, ես դες վստահեցնում եմ, որ սրանք առաջին այսպես բողբոջներն են եւ ծաղիկները դեռևս արժում են, որովհետեւ այս բռնաճնշումները վերաբերելի չէին նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունների։ Սրանք նախերգանքն են գալիք կայանալիք ընտրությունների, որով իշխանությունը ուզում է ցույց տալ, որ այս մուրճը մեր ձեռքում է եւ որը մեկը եթե իշխանության տրամաբանությանը հակառակ որևէ կարծիք փորձի գեներացնել, ապա մենք ունենք եւ դատարաններ եւ իրավապահ համակարգ եւ որոնք հելունազանց ծառայում են մեզ եւ մենք կարողանանք այսպես չեզոքացնել բոլոր այդ բջիջները։ Սակայն մի շատ կարևոր բան հաշվի չեն առել, հա։ Տեսեք, մենք հասկանում ենք, որ նոյեմբերի 16-ի վաղաշաբաթի ընտրությունները այս իշխանության կոկորդին մնացած ոսկոր էին, որովհետեւ նրանք չէին պատկերացնում, որ 10,000 ձայն հավաքած տեխնացու կլինի, որը այսպես թույլ տվեք այդ թվում նաեւ ընդդիմության ձայների փոշիացման հաշվին կկարողանա իշխանությունը ձևավորել վաղաշաբաթում իշխանություն եւ հետեւաբար գալիք ընտրությունների համար պատրաստվելու այսպես թափքը կամ այս թափանիվը կոտրելու համար նրանք գնացին այդ քայլին 3-7 անձ ձերբակալվել է, որոնցից 6-ի նկատմամբ
քրեական վարույթներով կայացվել են տնային կալանքի զուգորդված տնային կալանքի պայմաններում բնականաբար բացակայելու արգելք տանից բացակայելու արգելք կա նաև սա տրամաբանության մեջ է զուգորդված գրավներով տարբեր չափերի Դες մարդկանց փորձում են առօրյա հացին նույնիսկ վնասել, որտեղ այդ մարդիկ ի վերջո մարդիկ են ովքեր աշխատում էին, ընտանիքին կերակրելու խնդիր ունեին։ Հիմա սրանք ցույց են տալիս, որ եթե մեր կարծիքին հակառակ կարծիք ունենաք կամ փորձեք իշխանությունին դեմ աշխատել, ապա կհայտնվեք տանը եւ օրհասական հացի խնդիր կառաջանա։ Այս լավ մեթոդ չի, սա եթե կարծում են մեզ մեր ընկերներից իրարից անջատելու ինչ որ վրա ազդելու է Մենք պատրաստակամություն ենք հայտնել, իրար օգնել, իրար թեւութիկունք լինել, չունենալով նույնիսկ այդ հացը, դեռ շատ վաղուց, հա։ Նկատի ունեմ, մենք կյանքով փորձված ընկերների հետ ենք ընկերություն անում, այդ թվում այդ աջակիցների, այդ մարդիկ ում նկատմամբ երեք փորձել են բռնաճնշումներ անել, բայց իրանք բոլորին նայում են իրենց աջակիցների ու իրենց ընկերների աչքով։ Մենք նման խնդիր չունենք, մենք պայքարում ենք գաղափարի համար, մենք պայքարում ենք հայրենիքի համար, իսկ հայրենիքի համար զրկանքները դրանք պատվո զրկանքներ են, հա։ Եվ մեկ շատ կարևոր բան եմ ուզում ասել, որ տեսեք, բոլորի նկատմամբ գաղտնալսումների թույլատրությունը տվել է X դատարանը դեռևս հոկտեմբերի 21-ից։ Մենք բոլորս գիտենք, որ դատարանները թույլատրում են որևէ մարդու գաղտնալսել առանձնապես ծանր կամ ծանր հանցագործությունների բացահայտման տրամաբանության մեջ։ Ես ուզում եմ հասկանամ, որևէ աջակցի, որևէ շտաբի աշխատողի, այդ ինչ կասկածանքով կամ այդ ինչ հիմքով են որոշել գաղտնալսել։ Իրավապահները դիմել դատարան կամ որոշում կայացվել նրանց գաղտնալսել։ Ունեմ ներքին համոզմունք, որ նրանք ուղղակի ապօրինաբար գաղտնալսվել են, հետագայում երբ որ ինչ որ բան կարողացել են ըս 3, 4, 5 ամիսների ընթացքում պեղել նրանց զրույցից, նոր դիմել են դատարան նախկին ամսաթվով որովե թուղթ վերցել եւ դրել գործի հետևում։ Սա շատ վատ պրակտիկա է, շատ վատ տեղ տանող եւ հորդորս ու խնդրանքս է իրավապահ համակարգին, այդ թվում դատական համակարգին չդառնալ այս իշխանությունների խամաճիկը եւ չգնալ այս ճանապարհով, որովհետեւ ի վերջո պատասխանատվության պահին այն մարդիկ, ովքեր ձեզ զանգում ու հանձնարարական են տալիս կամ WhatsApp-ով որևէ գրառում են ուղարկում, որ պետք է դուք ստիպված կատարեք, հավատացեք, նրանք ձեզ չեն կարողանալու տեր կանգնել։ Տեսեք, դուք նշում եք, որ ձեր ընկերությունը, այսպես ասած, փորձված ընկերություն է եւ այս բռնաճնշումները ձեր վրա ազդել չեն կարող, բայց կարող են ազդել հասարակ քաղաքացու վրա կողքից նայողի, ում մեջ կարող է առաջանալ վախ։ Այդ վախի մթնոլորտը ստեղծելով, մասնավորապես հաշվի առնելով գեոպոլիտիկ աջակցությունը այս իշխանությունների Եվրամիություն, Թուրքիա, ինչու՞ չէ նաեւ ԱՄՆ, քաղաքացին կարող է մտածել, որ միևնույն է ընտրվելու է կամ տեսեք ինչ անում, գնանք մեզ էլ կանի ու չգնա ընտրության։ Ի սկզբանե շատ վատ ճանապարհ է վախի մթնոլորտը չգնանք ընտրության։ Ի վերջո պատկերացրեք, ձեզանից հասնում է այդ վախի մթնոլորտը կոտրելու համար ընդամենը 10 րոպե գնալ ընտրության։ Այն մարդիկ, ովքեր որ այդ ընտրության պայքարի մեջ սրանց հետ արդեն 8 տարի շարունակ գնում են այդ պայքարի ճանապարհով, այդ մարդիկ ինչ ասեն, այդ մարդկանց ընտանիքներն ինչ ասեն։ Եվ հետո շատ ավելի վտանգավոր թեզ է համարել, որ միևնույնն է իմ ձայնը բան չի փոխում։ Սիրելի հայրենակից, դիմում եմ քեզ, խնդրում ու հորդորում, որ քո ձայնը ամենից կարևորն է։ Քո ձայնը այն մեկ ձայնն է, որի հաշվին հնարավորություն ենք ունենալու հունիսի 8-ին չունենալ նման որակի իշխանություններ։ Եւ նույնիսկ իմ խնդրանք հորդորի մեջ չկա ուղղորդում թե ում ընտրել, այդ թվում նաև մենք որպես հավակնորդ ընտրությունների մասնակցության նույնիսկ մեզ ձայն տալու համար այս բանի ես որևէ կոչ չեմ անում։ Խնդրանքս է ուղղակի հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ընտրությունը կատարել հետեւյալ տրամաբանությամբ։ Յուրաքանչյուր ուրիշ, այսինքն պետք է ձևավորվի հստակ, այսպես գաղափարական համոզմունք, որ ընտրել յուրաքանչյուրի բացի գործող իշխանությունից, որտեղ սա է միակ ճանապարհը չունենալու այլևս այս իշխանությունը։ Երկրորդը, զուտ թվերի տեսանկյունից այս իշխանությունը ունի հստակ ֆիքսված թվով ընտրազանգված։
Եվ որքան մեծ լինի ընտրությունների մասնակցության թիվը, այդքան այդ բացարձակ թիվը տոկոսային արտահայտությամբ ցածր է լինելու ընտրության վերջնարդյունքի համամասնության մեջ։ Եվ հետեւաբար չգնալով ընտրության, յուրաքանչյուրը գիտակցեք, որ ձեր ձայնը տվեցիք իշխանությանը։ Մենք նման պրակտիկա ունեցել ենք, երբ օրինակ 21 թվականի ընտրություններին բազում աջակիցներ, բազում Facebook-յան գրառումներ եւ այսպես հույս տալու, հուսադրող ինչ-որ նամակներ ստանալուց հետո հստակ ունենում էինք տեղեկատվություն, որտեղ անձը օրինակ մեկը գնացել էր այդ օրը դալչա, մեկի մորքուրի հարսանիքներ եւ այսպես շատ դեպքերում նաև ծաղրական դրդապատճառներով չեն մասնակցել ընտրություններին եւ մենք ստիպված ենք եղել արդեն 5-րդ տարին շարունակ այդ ամեն մեկի չգնալու դառնությունը քաղել մեր կյանքի, մեր կենսակերպի, մեր ընտանիքների բարեկեցության վրա։ Մենք ինչ վերաբերում է ներողություն, ձեր հարցերը բավականին ներառուն են եւ ծավալուն են, ստիպված եմ շատ խոսում։ Տեսեք, մյուս հարցին ինչ վերաբերում է արտաքին ուժերի օգնությանը։ Ի վերջո ես այն համոզմանն եմ, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետության ընտրողի քվեին։ Եվ այստեղ ես որևէ աջակցություն նույնիսկ չեմ տենում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու Եվրոպային, մենք այնտեղից լսում ենք ընտրություններին չմիջամտելու մասին օգնություն, որով ինքնին միջամտում են ընտրություններին։ Սա ուղղակի երկակի ստանդարտների այսպես ցայտուն օրինակ է։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, մեր գործընկերներից մեկը վերջերս մետաքսքիր արտահայտությունից կարծես Էրդողանն ու Ալիևը մրցում են, թե ով պետք է լինի ՔՊ շտաբի պետը նախընտրական շրջանում, այստեղ նույնիսկ մեկնաբանելու առիթ չկա։ Լավ, դուք նշեցիք ձեր խոսքում դիմելով քաղաքացիներին գնացեք ընտրեք ցանկացած ուրիշ։ Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ցանկացած ընտրություններում մենք ունենում ենք այսպես ասած ճակերտավոր ընդդիմություն, ովքեր միշտ պատրաստ են իրենց ձայնը տալ իշխանությանը, այսինքն կոալիցիոն գործարքի հետ գնալ իշխանության հետ, կամ էլ պարզապես ձայն են փոշիացնում։ 2021 թվականին ընտրության գնացած եւ ընդդիմություն ընտրած քաղաքացին ինչպես վստահ լինի, որ այս ընտրություններում էլ չի տեսնի նույն պատկերը։ Այստեղ շատ կարևոր անելիք ունի նաեւ ընդդիմությունը, որովհետեւ ցանկացած ձայն փոշիացնող իրեն այսպես իր իսկ ռեսուրսները ճիշտ չգնահատող ընդդիմադիր չանցնող ուժը, ով մասնակցելու է ընտրություններին, ինքնին պետք է գիտակցի, որ նա իր ձայնը կամա թե ակամա տալիս է իշխանություններին։ Որովհետև փոշիացող ձայները ի վերջո վերածվում են բոնուսների եւ տրամադրվում իշխանության։ Հիմա ես առիթ ունեցել եմ խնդրել մեր ընդդիմադիր բոլոր գործընկերներին, ովքեր որ անցողիկ շեմի հաղթահարման խնդիր ունեն, միավորվեն եւ հանդես գան տարբեր, մեկ կուսակցության ցուցակներով, որպեսզի հնարավոր եւ հաղթահարելի լինի շեմը։ Միայն այս տրամաբանությամբ եւ միայն ուժեղ ու կայացած մի քանի բլոկերի միասնության արդյունքում հնարավոր կլինի ազատվել այս իշխանություններից եւ ես այստեղ փորձում եմ ապավինել մեր ընդդիմադիր գործընկերների այսպես ողջախոհությանը։ Տեսեք, քաղաքացու աչքերով եթե նայենք, իրենց համար այսպես մի հատ շատ դրական իշխանության համար ցավոք դրական էր նաև ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան։ Հայաստանի մի շարք քաղաքացիների մեջ կա համոզմունք, որ մենք մինչև 9 միլիարդ դրամի ներդրում ենք ունենալու Հայաստանում, կբացվեն դոլարի կներեք։ Կբացվեն աշխատատեղեր, հեսա բոլորը աշխատանքի կանցնեն, այսպես մի հատ հիանալի պատկեր է ստեղծվել։ Ինչ կարծիք ունեք այս մասով։ Քաղաքացուն ինչպես ճիշտը բացատրել։ Ցավոք սրտի մենք ցանկացած նախընտրական շրջան ինքը իրենց ենթադրում է քաղտեխնոլոգիաների պատերազմ։ Եվ այստեղ անազնվության մեջ կարելի է իհարկե մեղադրել իշխանություններին, որովհետև ընդդիմությունը նույնիսկ եթե որևէ կերպ փորձի որևէ բան մանիպուլացնել, դա ընդդիմադիր գործունեության բաղկացուցիչ փոքրիկ մասնիկ է։ Բայց իշխանությունը որևէ կերպ իրավունք չունի ազնիվ չլինել իր ժողովրդի հետ, հա։ Հիմա այստեղ մենք արդեն ունենք ցայտուն օրինակ, երբ անազնիվ իշխանություն ունենք։ Այն դեպքում, երբ իշխանավորներից մեկը հորդորում էր հետևել միայն պետական լրահոսին այդ տրամաբանության մեջ, սա ուղղակի ծաղրանք է։ Տեսեք, Վենսի այցը հերթական նախընտրական քարոզչության բաղկացուցիչ մաս էր։
Իսկ ինչ վերաբերում է 9 միլիարդ դոլարին, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ դա 9 միլիարդ դոլար ներդրման առաջարկ կամ խոստում չէր։ Սա մի փաստաթուղթ էր կամ հայտարարություն, դեռևս չկա փաստաթուղթ, որին միացավ Հայաստանը։ Ինչի մասին է այդ փաստաթուղթը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ատոմային էներգիայի ստացման որոշակի մշակման մեթոդոլոգիա, որը առաջարկել է աշխարհին, որ կարող է նա աշխարհում ստեղծել նման տիպի ատոմային էներգակայաններ, որին միացել են 25 երկրներ, Հայաստանը 26-րդն էր։ Մեզ 26 երկրներից որևէ մեկում որևէ գործուն աշխատանք դեռևս սկսված չէ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային էներգակայան ինքը իր մշակած կանոնով չունի։ Ինչու՞մն է նաև ծաղրանքը։ Այդ 26 երկրների մեջ են նաև Ռուսաստանը, օրինակ, Չինաստանը եւ այլն։ Հասկանում եք, մենք հերթականն ենք, որ եթե մի օր, օրինակ 30 կամ 40 տարուց նրանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին կհաջողվի այս ուրանի հարստացման եւ ատոմային կայանի ստեղծման գաղափարը ավելի մատչելի դարձնել, Հայաստանը այդ 26 երկրների թվում կունենա այդ տեխնոլոգիան գնելու իրավունք, որը մոտավորապես 9 միլիարդ դոլար է լինելու։ Եվ մենք այդ 9 միլիարդ դոլարը ոչ թե ներդնելու են մեզ համար, այլ մենք վճարելու ենք դա։ Միգուցե եթե այդպես չունենանք դա, մեզ վարկով տան, հերթական վարկը լինի եւ որը տարիներ շարունակ փակենք։ Այս տրամաբանության մեջ մենք ունենք ատոմակայան, մենք ունենք ատոմակայանը պահելու հնարավորություն, ռազմավարական գործընկեր, որը այդ թվում նաեւ ատոմակայանը աշխատացնելու եւ այդ ուրանի համար նաեւ մեզանից գումար չի վերցնում։ Հիմա կասեք այստեղ որևէ Հայաստանի շահ դուք տեսաք, ես օրինակ չեմ տեսնում։ Բայց նույն համեմատության մեջ Վենսը այստեղ գնում է Ադրբեջան եւ կնքում ռազմական փոխգործակցության պայմանագիր, դա կոչվում է գործում որևէ հստակ քայլ։ Հիմա տարբերությունը ո՞րն է այստեղ, որովհետեւ մենք հայկական շահ ներկայացնող իշխանություններ չունենք։ Մենք ունենք իշխանություններ, ովքեր ունեն սեփական շահ, որը փորձում են ապահովել Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ տարածքների հաշվին։ Ինչքան շուտ մենք այս գիտակցությունը ունենանք, այդքան շուտ մենք կարողանանք նաև ժողովրդի շահը ներկայացնել տարբեր միջազգային կազմակերպություններում։ Պարոն Մանթաշյան, դուք խոսեցիք այն մասին, որ Հայաստանից Վենսը գնաց Ադրբեջան եւ այնտեղ ունեցավ ռազմական կանոնադրության ստորագրություն Ալիևի հետ։ Այդ այցից եւս հայ հասարակությունը ուներ բավականին սպասելիքներ, ինչու՞ չէ նաև ընդդիմադիր դաշտը ուներ սպասելիքներ գերիների մասով։ Մեծ այդ ողջավորություն կար եւ սպասում, որ Վենսը այնտեղ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը, բայց մենք այդ մասին բառ անգամ չլսեցինք։ Սա ինչ եք կարծում, ԱՄՆ դիրքորոշումներ, թե կապ ուներ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների հետ, քանի որ մենք տեսանք նաև Վենսի այդ ծիծեռնակաբերդ, որտեղ նրան չէր ուղեկցում որևէ պաշտոնյա, իհարկե սա չգիտեմ պրոտոկոլի հետ որքանով կապ ուներ, բայց այնուամենայնիվ չէր ուղեկցում, նաև Վենսը գրառում էր արել հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելով, որը հետո հեռացրել էր, սա ինչպես կմեկնաբանեք։ Սա մեկնաբանելու համար դες պետք է պատմական էքսկուրս անենք մի որոշ ժամանակ հետ գնանք ու վերլուծելով գանք Թրամփ, Փաշինյան, Ալիև հանդիպումից։ Երբ Թրամփը փորձում էր հայ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը մեր հայ գերիների համատեքստում ներկայացնել Ալիևին, նրա համար խոչընդոտ հանդիսացավ Նիկոլ Փաշինյանը, խնդրելով այդ հարցին չանդրադառնալ։ Հիմա մենք որքան պետք է փորձենք ուրիշներին մեր խնդիրների մեջ մեղադրել, աչք փակելով մեր սեփական ներկայացուցիչների վարքագծի վրա։ Ես ունեմ ներքին վստահություն, որ հայ-ադրբեջանական գործընկերները սինխրոն աշխատում են միմյանց հետ, օրինակ մի քանի գերիներ ասում են պահեք նախընտրական բում փուլում եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դերթապաճառներով որևէ կերպ չի ցանկանում այդ մարդկանց վերադարձնել Հայաստան։ Այս կոնտեքստում կարծում եմ
հայկական կողմները վենսին խնդրել, որ դեռևս չանդրադառնան, մենք ունենք պայմանավորություն, օրինակ, որ նախընտրական շրջանում, որովհետև հիմա այս մարդիկ ինչ անում են ընտրություններին ձեն բերելու համար, ամեն ինչ քարոզչության տրամաբանության մեջ է եւ ես կարծում եմ սա նաեւ իրենց այն անձով նախորդ ընտրություններին այսպես կոկորտը պատրելով գորբեր, որ մեր գերի եղբայրները մեզ կներեն 2 ամիս այնտեղ մնալու համար, պատրաստ եմ Աշոտից ուղարկեմ գերիներին բերելու համար, 5-րդ տարում 3 գերի Ադրբեջանի բարեգործության այսպես արդյունքում ուղարկվել է եւ կարծում եմ եւս 1-2-ին պահում են ընտրությունների ընդառաջ։ Այս ամենը իմի բերելով, այս ամենը հաշվի առնելով, ինչ սպասի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նաեւ ընդդիմությունը գալիք ընտրություններից։ Ամենից վատ թեզը, որ այս պահին մենք հնչեցնում ենք մեր քաղաքացիների համար, սպասելն է։ Այսինքն ինչ սպասի։ Գործել։ Ես կարծում եմ, որ որևէ քաղաքացի իր երկրի բարեկեցության, իր ընտանիքի այստեղ ապրել, չապրելու, իր երեխաների անվտանգության հարցը սպասումներով լուծելու իրավունք եւ ճոխություն չի կարող իրեն թույլ տալ։ Եվ ցանկացածը պետք է գործի, դնի իր մտավոր, ֆինանսական, ընկերական, հնարավոր բոլոր ռեսուրսները, մասնավորապես երկիրը, հայրենիքը քրկելու այս իշխանությունների կործանարար դեպի հորձանուտ տանող ուղուց հետ վերադարձնելու համար։ Դրանցից ոմանք նվիրել են իրենց կյանքը, ոմանք նվիրում են իրենց ֆինանսական միջոցները, ինչպես շեշտեցի, ոմանք իրենց ազատությունը, ոմանք իրենց բարեկեցիկ կյանքը։ Եվ եթե ինչ-որ մարդ պետք է այս 4-ը զոհաբերած մարդկանց նայի սպասումով ու ինքը որևէ բան չանի, այն դեպքում որ իրանց սպասում է միայն 5-րդը գնալ մասնակցել ընտրություններին, զոհաբերել վերջին 5 տարիների ընթացքում միակ 10 րոպե ունենալու համար նոր որակի իշխանություն։ Եթե սա մեծ ճոխություն է, ապա ես ստիպված եմ արդեն լինելու հավատալ, որ մենք արժանի ենք նրան, ինչ ունենք։ Բայց ես վստահ եմ, որ հայ միտքը դեռ չի չորացել եւ հայաստանցին, հայը իր վերջնական ու այսպես համառ խոսքը ասելու է հունիսի 7-ին։ Իսկ ինչ ասելիքներ, ինչ սպասելիքներ եւ ասելիքներ ունի ընդդիմությունը այս պարագայում։ Ընդդիմությունը այնպես չի նոր ձևավորվող ինչ որ խոսույթ համացնելու նախընտրական շրջանում։ Ես արդեն 8-րդ տարին շարունակ ընդդիմադիր հիմնական հատվածին տեսնում եմ բոլոր վտանգներից առաջ այդ վտանգները նախանշելու, ցույց տալու տեսանկյունից։ Մենք նենց չի սպասում ենք գանձրություն դուրս գանք ինչ-որ բան ասենք։ Մենք 5 տարի շարունակ նախորդ ընտրություններից մինչև հաջորդը անընդհատ բոլոր վտանգների մասին խոսել, մատնացույց են կարել, մեր ժողովրդի մի մասը դրանք համարանքով վերաբերվել, այնուհետև եկել այդ պատուհասը հասել է նրանց ընտանիքներին, նոր ստիպված են եղել իրականության հետ հաշվի նստել։ Հիմա մենք ասում ենք, որ կորսված Արցախից, հաշվված ու զոհաբերված այդքան տղաներից, մեր կորուստներից ձևավորված այս վերջին պատառիկ երկրից, նաև վերցված օկուպացված շրջաններից ձեզ փորձում եմ վաճառել խաղաղություն, որը որևէ հիմք չունի, որը ուղղակի այս պահին նախընտրական կրկին նվեր է, պայմանավորվածությամբ, որ մենք կօգնենք, դուք ընտրվես, մենք կվերցնենք քեզանից լրացուցիչ բաներ։ Այս պայմանավորվածությանը եթե պետք է հայ քաղաքացին տուրք տա, հետո նորից գա համաձայնվի ընդդիմության հետ, հիմա այդ փուլում չենք։ Հիմա մեր վերջին, այսպես բան, թափանիվի շրջման վերջին կայանում ենք, կամ կլինի հայ ու Հայաստան, կամ ցավոք սրտի մենք աշխարհի տարբեր անկյուններում ունենալու ենք նոր սփյուռք։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես եմ շնորհակալ։